ասենք նույն ցիկլի մեջով են կարծես թե անցնում, գալիս են այստեղ խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր ուժերը, բայց իմ խորին գնահատմամբ ռևանշիստական ուժերը խոսում են օրինակ բովանդակային հարցերից, խոսում են, որ եկեք կարծիքներ հայտնենք, իրար չանվանարկենք եւ այլն, բայց նույն բանը ինչ է եղել, պարոն Օհանյան։ Ռևանշիստական։ Դե հիմա տեղից մի Եկեք բոլորով ես մենակ, հա ոնց է, ելույթ եմ ունենում, ամբիոնի մոտ եմ, սա քաղաքական թիվ 1 ամբիոնն է եւ ես ձեզ կոչ եմ անում եւ հորդորում եմ հարգել այս ամբիոնը եւ դուք էլ լռեք, երբ որ ես ելույթ եմ ունենում։ Հանգիստ։ Ոնց է դուք։ Պարոն Վարդևանյան, հանգիստ։ Ժողովուրդ ջան, հանգստացեք։ Պարոն Հակոբյան։ Այս տեղից արձագանքելը կարող է, պարոն Օհանյան, ինչի համար եք ես անում։ Ինչ եք տեղից արձագանքում։ Խնդրում եմ այլևս նման գործառույթ։ Ուրեմն Տիկին Գյուրեղյան, հանգիստ Տիկին Գյուրեղյան։ Ես ձեր խմբակցության ղեկավարի հետ եմ խոսում, հարգալից վերաբերմունք ունեցեք։ Հարգելի գործընկերներ, խնդրում եմ տեղից այլևս չարձագանքել եւ պարոն Հովհաննիսյանի ժամանակը նորից դրեք, որպեսզի իր ելույթը կարողանա ձևակերպի։ Խնդրեմ։ Ես հենց սրա մասին էի խոսում, խոսքի արժեքի մասին եւ մեր բոլորի ուշադրությունն ուզում եմ հրավիրել խոսքի արժեքի վրա, որովհետեւ երբ որ մենք ինչ-որ մի բան ասում ենք, ինչ-որ մի օր, ինչ-որ մի տեղ, ինչ-որ մի ձև, այդ խոսքի հետևանքները դրական եւ բացասական իմաստով իրենց արտահայտումն են ունենում ամենատարբեր իրավիճակներում։ Եվ դրա համար ես առասարակ կոչ եմ անում, որ բոլորս էլ առասարակ ֆիքսել ենք, որ հիմնականում խորհրդարանում ներկայացված ռևանշիստական ուժերը միշտ բովանդակության հետ խնդիրներ ունենում, ամեն դեպքում ես այդպես եմ ֆիքսել, որովհետև փորձում են իրենց մտքերը համեմել հիմնականում իրականության հետ կապ չունեցող հայտարարություններով, եւ ես կոչս նրա մասին է, որ գիտեք, բոլորը ձեզ տեսնում են, բոլորը ձեզ լսում են, բոլորը գիտեն դուք ինչի մասին եք խոսում եւ շատ բացահայտ եւ ակնհայտ մեկ վայրկյանում մարդիկ միանգամից իրենց գնահատականը տալիս են ձեր ասած խոսքի մասին եւ հետագայում էլ արդեն դրանք իրենց հետևանքներ են ունենում ռեալ կյանքում։ Եվ ավելի կոնկրետ լինեմ, որ ասածներս ավելի ընկալելի լինի, օրինակ այսօր օրինակ Տիկին Վարդանյանը իր հարցադրումը համեմում է մի արտահայտությամբ, ասում է ձեր վարչապետը ասել է փող չկա, գնա չկա, կարտոֆիլ չեք կարողանում ուտեք, կանաչիկ երեք։ Ասենք բոլորս գիտենք, որ նման բան որևէ մեկը երբեք չի ասել եւ բացահայտ է, որ այս արտահայտությունը սուտ է։ Այսինքն ինչ իմաստ ունի ստով համեմել ձեր հարցը եւ դրանով ինչ եք դուք շահում, ոչինչ չեք շահում, այլ ընդհակառակը, ես կարծում եմ ավելի շատ մենք ենք շահում, քան դուք։ Կամ երեք Աղվանը Վարդանյան գալիս է այս ամբիոնի մոտ ու իրան թույլ է տալիս օրինակ արտահայտություն անի իշխող քաղաքական մեծամասնությանը ժողովրդի քվեն ստացած ուժին ասում է գնացեք չգիտեմ քանի տոկոս թանկացած սոխ կերեք եւ չգիտեմ լացեք ինչ արեք եթե մենք հիմա սկսենք այս դիսկուրսը անել եւ խորանալ թե ով ինչ պետք է ուտի եւ հետո ինչ անի, ես կարծում եմ մենք շատ հեռու կգնանք, դրա համար ես առաջարկում եմ այս քննարկման մեջ չմտնենք թե ով ինչ պետք է ուտի եւ հետո ինչ պետք է անի, մանավանդ պարոն Վարդանյանի հետ կապված։ Նաեւ երեք էլ մի շատ վտանգավոր արտահայտություն այստեղ հնչեց պարոն Գեղամ Մանուկյանի կողմից, ես կարծում եմ պարոն Մանուկյանի կողմից արդեն ավանդույթ է դարձել, երբ որ լեզուն մտքից առաջ է ընկնում, այսինքն ինչ է նշանակում ասել, որ անկախության օրվա միջոցառմանը բաժանվել էր ժողովուրդը երկու մասի, մի մասը ժողովուրդներ, մի մասն էլ անհասկանալի մարդիկ էին, որոնք նստած էին հրապարակում։ Դուք գիտեք, որ այդ հրապարակում հրավիրված էին օրինակ զոհված զինծառայողների, վիրավորված զինծառայողների եւ պատերազմին մասնակցած մարդիկ։ Այսինքն դուք այդ մարդկանց եք ասում, ինչ եք ասում, դուք հասկանում եք ինչ եք ասում։ Դուք հասկանում եք, որ ռեալ կյանքում այս ձեր համար սա կարող է շատ վտանգավոր հետևանքներ ունենա։ Այսինքն ինչի մասին ենք մենք խոսում։ Ես կոչ եմ անում բոլորիս հասկանալ ինչ ենք խոսում, կոչ եմ անում բոլորիս, որ մեր լեզուները մեր մտքից առաջ չընկնի, հարգելի գործընկերներ, արժևորենք խոսքը, որովհետև ինչ որ մի օր, ինչ որ մի տեղ, ինչ որ մի ձև, դա իր հետևանքը դրական կամ բացասական իմաստով Պարոն Աբրահամյանը եկել այստեղից խոսում է բանակի մարտունակությունը վերականգնելու մասին, թե ինչքան վատ վիճակում է հիմա գտնվում բանակը, թե ինչքան է կրճատվել բանակի բյուջեն, ընդ որում ասեմ, որ ես վերջերս ուսանողների հետ շատ եմ հանդիպում եւ
Հա նրանց կողմից է անդադ լսում եմ, թե բյուջեն կրճատել եք պաշտպանության նախարարության, սիրելի հայրենակիցներ, չկա նման բան։ Օրեր առաջ ես գործընկերներիս հետ գնացել եմ եւ ծանոթացել ենք մեր նոր սպառազինություններին, ընդ որում ես ինձ հետ արել եմ նաեւ իմ օգնականին, ով 2020 թվականին ծառայում էր բանակում, հետևաբար նաեւ մասնակցել է պատերազմին, քանի որ ինքս շատ բան չէի հասկանում զենքերից, իհարկե այնտեղ ներկայացվում էր, բայց նաև ինչ շատ հետաքրքիր իր կարծիքը եւ նա մի բան ասեց, որ այդ զինատեսակները ամբողջ ինչ որ մենք տեսել ենք, ասեց, որ դրանցից ոչ ոք ինքը 20 թվականին չի տեսել։ Ու եթե մենք վաղուց լծված լինեինք բանակը վերազինելու գործին, մենք 2020 թվականին լրիվ այլ պատկեր կունենայինք։ Պարոն Աբրահամյան, ով, բայց դուք կամ ձեր նախկին իշխանություններից որևիցե մեկը չի կարող բանակի վերաբերյալ կարծիք հայտնել կամ մարտունակության վերականգնման մասին առավել եւս խոսել։ Մենք վերջին տարիներին ինչքան զենք որ մենք գնել ենք նախորդ տասնամյակներում, հա Սերժ Սարգսյանի իշխանավարության եւ Ռոբերտ Քոչարյանի իշխանավարության տարիներին միասին վերցրած այդքան զենք չի գնվել։ Եվ հատկապես այդքան գործ, որ արվում է բանակում, ու դրանից հետո դուք խոսեք, նաև հանդիպեք քաղաքացիների, երիտասարդների հետ աժամբիոն օգտագործեք, խոսեք, թե բանակի մարտունակությունը ընկել է, թե բյուջեն կրճատում են, լիովին դուք ապատեղեկատվություն եք տարածում եւ ուղղակի լավ կլինի, որ դուք չխոսեք բանակի մասին, որովհետեւ բանակը ինչ վիճակում որ գտնվում է, դրա ամբողջ մեղքը գտնվում է ձեր տիրույթում։ Այստեղ պարոն Թադևոս Ավետիսյանը խոսեց սոցիալական վիճակի վատթարացման հետ կապված, հա նվազագույն աշխատավարձը չեք բարձրացնում, այո, չենք բարձրացնում նվազագույն աշխատավարձը 26 թվականին, բայց մենք ունենք այլ մեխանիզմներ, մենք ունենք հետվճարի համակարգ ենք ներդրել, հա 2026 թվականից բոլոր քաղաքացիների անկանխի գնումների դեպքում 2% իրենց ծախսած գումարից հետվճար կստանանք։ Մենք ատեստավորման համակարգ ենք ներդրել տարբեր բնակավարներում, կոնկրետ ուսուցիչների հետ կապված մեծ արձագանք կա, ամեն տարի ավելի շատանում են եւ ավելի բարձր աշխատավարձ են ստանում մեր ուսուցիչները։ Նաև կենսաթոշակառուների հետ կապված ասեմ, որ 2026 թվականից հետվճարի համակարգը 12%-ի փոխարեն նրանք կստանան 20% հետվճար պլյուս 2%-ը, որը որ բոլորիս է վերաբերվում, նաև դա կգումարվի եւ առավելագույնը 10,000 դրամ ամսական կարող են յետ գումար ստանալ, նաև այն ընտանիքները, որոնք երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար ամսական ստանում են 50,000 դրամ, նրանք եւս կարող են, այսինքն այդ քեշբեքի համակարգը տարածվում է նաև նրանց վրա եւ նրանք եւս մինչեւ 10,000 դրամ կարող են ամսական ավել գումար ստանալ։ Ինչպես նաև այսօր մենք քննարկեցինք առողջապահության համապարփակ ապահովագրության կներեք ժամանակը վերջացել է, բայց նաև մեր կենսաթոշակառուները, քանի որ ընդգրկվում են նաև 2026 թվականից, էականորեն նաև նրանց առողջապահությանը վերաբերող ծախսերը